Հայաստան, Արցախ ու միլիոնավոր հայեր, որ հայրենիքում ու տասնյակ պետություններում ստեղծում են հայկական մշակույթ, պահպանում կրոնն ու ավանդույթները, ստեղծում նորերն ու ամրացնում կապը հայրենիքի հետ։ Ամեն տեղ, ուր կա գոնե մեկ հայ, կա փոքրիկ Հայաստան։ Մարդկային պատմություններ, բացահայտումներ ու ծանոթություններ Հայաստանի ու հայերի հետ, այսուհետ առաջին ալիքով։ Զբոսաշրջային թոփ ուղղությունների մեջտեղում մայրաքաղաքից 25 կիլոմետր հեռավորության վրա Ողջաբերդն է։ Գյուղի ոչ պաշտոնական դարպասը հայտնի Չարենցի կամարն է։ Ասում են այստեղից Արարատի տեսարանը լավագույններից է։ Բայց կամարին հասնելուց մի քանի մետր առաջ արդեն սկսվում է էքստրեմալ ուղին։ Ողջաբերդի առաջին բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից։ Ցեղասպանությունից փրկվածներն այստեղ հաստատվել են հայրենիք վերադառնալու հույսով։ Մինչ այդ համայնքի տարածքում մի քանի թուրք ընտանիք է ապրել, որոշ ժամանակ անց նրանք լքել են գյուղը։ Նախանձելի բնակլիմայական պայմաններով, բերի հողերով ու քաղցրահամ կեռասով հայտնի Ողջաբերդը Երևանից Գառնի Գեղարդ տանող ճանապարհի մեջտեղում է ու նաև զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը։ Սեփական արտադրության մուրաբաներ, գաթաներ ու այլ քաղցրեղենն անտարբեր չեն թողնում որևէ մեկին։ Ամեն ինչ կարծես թե լավ է, բայց գյուղ մոտենալուն պես խորթուբորտ ճանապարհները սթափեցնում են։ Ավելի քան 2 տասնամյակ Ողջաբերդը համարվում է Հայաստանի ամենավտանգավոր համայնքներից մեկը։ Այստեղի բոլոր տները վթարային են։ Սողանքների պատճառով ամեն տարի փլուզումներն ավելանում են։ Բնության չար կատակ, թե տարիներ առաջ արված մասնագիտական սխալ անդառնալի հետևանքներով։ Ողջաբերդի սողանքը ունի հին պատմություն, ավելի հին ժամանակներից, ինքը ունի սեյսմիկ ծագում, որը առաջացել է Գառնի սեյսմիկ գոտում է գտնվում, այնտեղ առաջացել մոտ 3 կիլոմետր երկարությամբ սողանքի լեզվակը, իսկ լայնությունը 2 կիլոմետրից ավել։ Սողանքի վրա առկա են լայնական ճեղքեր, որոնց մեջ մշտական հորդառատ անձրևների ոռոգման ջրերը լցվելով խոնավացնում են գրունտը։ Ողջաբերդում բնական գազ չկա։ Սողանքների հետևանքով վթարի հավանականությունը մեծ է։ Գյուղացիներն ազատված են հողի հարկից, չնայած որ համայնքի հողերի 70%-ն է օգտագործվում հայտնի պատճառներով։ Փոքր ժամանակ ընդհանրապես մենք այդպես բանի մասին գաղափար չենք ունեցել, չենք պատկերացրել, որ դաժե այդպես սողանքներ կառաջանար կամ այդ ուղղակի ոնց որ մեր համար անակնկալ էր, մենք չենք պատկերացնում, չունեինք սողանքի մասին։ Սողանքը սկսվեց 70-ականների կեսից, նախկին գերեզմանատան տարածքում, բայց ոչ ոք առանձնապես ուշադրություն չէր դարձնում։ Գյուղացիներն ունեն սողանքների իրենց բացատրությունը։ Մեր հողերի տակ շատ ջուր կա, ասում են։ Որոշ մասնագետներ էլ պնդում են, սողանքները սկսվել են ոռոգման սխալ համակարգի պատճառով։ Մինչև 70 թվականները Ողջաբերդում ակտիվ սողանքային երևույթներ չեն գրանցվել։ Դրանք գրանցվել են 70-ականներին յուղի զարգացման հետ կապված, երբ Ազատ գետի վրա Ազատի ջրամբարից սկսել են ջուր մատակարարել գյուղի, նաև Ողջաբերդին ոռոգման նպատակներով, ակտիվ իրականացվել է ոռոգման աշխատանքներ, տնամեր ավելացել են ամառանոցների շինություններն են շատացել տները, որը բերել է սողանքի ակտիվացման։ Ակտիվ սողանքների պատճառով ժամանակին գյուղի հպարտությունը համարվող շինությունները հիմա լավ հիշողություններ են ընդամենը։
Կիսավեր տներն ու քարուքանդ եղած ճանապարհները գյուղամիջյան անցուդարձն ավելի են դժվարացնում։ Պատկերը երբեմն փոխվում է ձմռանը։ Հայաստանի համայնքներից մեծ մասի համար ցուրտ ձմեռը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, առանց դրան պատճառով ճանապարհները գրեթե անանցանելի են դառնում, բայց Ողջաբերդի պարագայում խնդիրը մի փոքր այլ է։ Այստեղ սողանքների պատճառով առհասարակ տարվա բոլոր եղանակներին ճանապարհները դժվար անցանելի են, իսկ ձյունը ինչ որտեղ ավելի հարթ ու հեշտ անցանելի է դարձնում դրանք։ Մերկասառույցի վրայով արագ սլանում է Ողջաբերդի համայնքապետը։ Սև մետաղյա նժույգով շտապում է գյուղապետարան։ Նեղլիկ փողոցներից ու փոսերից խույս տալով հնարքները բոլորից լավ գիտի։ Օր-օրի նկատում է փոփոխությունները։ Հիմնական դպրոցն է, սա էլ է առաջի դպրոցը։ Հիմնականում մեր գյուղի կենտրոնը սա է եղել։ Մշակույթի տունը, որը ամբողջությամբ փլվել է, սա է մեր մշակույթի տունը, սրբատաշ սև քարից շատ նորմալ շենք էր։ Գյուղի կենտրոնի մշակույթի տնից ու դպրոցից հիմա մի քանի պատ է մնացել։ Իր պատմության ընթացքում Ողջաբերդը ունեցել է 4 դպրոց։ Դրանք բոլորն էլ վթարային են եղել։ Առաջին դպրոցն արդեն փոքր էր, իսկ երկրորդն ընդամենը մի քանի տարի ծառայեց։ Ողջաբերդի միակ դպրոցի տնօրենը հիշում է դպրոցի բոլոր շենքերը։ 77 թվին սկսվեց սողանքային երևույթները եւ 81 թվին արդեն այդ դպրոցական շենքը դարձավ վթարային։ Նորից տեղափոխվեցին 5 դպրոցական շենք։ Այդ ընթացքում արդեն 87 թվին կառուցվեց այս դպրոցական շենքը։ Հիմա դպրոցի շենքը լավագույն դեպքում որպես պահեստ է ծառայում։ Եռահարկ շինության ներսում գտնվելը վտանգավոր է։ Ցանկացած պահի պատերը կարող են քանդվել։ Պիտանի շատ քիչ բան կա այստեղ։ Տնօրենը կամ դիրեկտորը կարոտով է հիշում հարմարավետ պայմանները։ Հին շենքում թողել են անպետք գույքը։ Այստեղ են պահում նաև ձմռան ցախը։ 2001 թվականից արդեն ինքը չի ծառայում որպես դպրոց, այստեղ մուտքը ընդհանրապես աշակերտներն արգելված է եւ գտնվում է վիճակում։ Հիմա շենքը 5-րդ կարգի վթար է։ Այո, հիմա վթարայնության աստիճանը պարզելու համար կարող ենք ասել, հիմա եթե նայեք ֆիզկուլ դահլիճն է, դա սողանքի հիմնական գիծը, որը եթե կրող հենասյուները նայեք, կրող հենասյուները ամբողջությամբ թեքված վիճակում են։ Եվ պատկերացեք, այստեղ այդքան աշակերտ, եթե երեխաները վազվզեն եւ դրա արդյունքում ինչ տեղի կունենա։ Փլուզումը անխուսափելի է։ Մի քանի անգամ նախահաշվարկներ են արվել շենքը քանդելու համար, սակայն դա ավելի ծախսատար է, քան այն գումարը, որը հնարավոր կլինի ստանալ պիտանի շինանյութի սպառման դեպքում։ Շենքի հիմնական պահող հատվածը նկուղային հարկն է, բայց հիմնական կրող պատերը եւս սկսել են շարժվել։ 96-97 թվականներին կատարեցին ամրացման աշխատանքներ։ Սա ամրացման աշխատանքներն է սկսել։ Բայց այդ ամրացման աշխատանքները ընդամենը կարելի ասել 1-2 տարվա մեջ անիմաստ դարձավ, որովհետև հիմնականում տեղաշարժման պատճառով նախ թուլանում էին եւ իրենց ամրությունը չէր ապահովում, ասենք միջնապատերի խաղի համար։ Նախկին դպրոցի վիճակն այնքան անմխիթար է, որ դասամիջոցների ընթացքում ուսուցիչներն այստեղ հերթապահություն են սահմանում, որպեսզի երեխաները չմոտենան, հատակի ճեղքերից էլ ծաղիկներ են դուրս գալիս։ Ողջաբերդի երկրորդ դպրոցի շենքն այն կառուցվել է 1986-ին, 15 տարի անց 5-րդ աստիճանի վթարային էր արդեն։ Ուստի 2001 թվականին հենց դպրոցի հարևանությամբ բացվեց նոր արդեն տնակային դպրոցը։ 9 տնակ Գյումրիից բերվեց համայնք, այստեղ հիմա սովորում է 89 աշակերտ։ Տնակային դպրոցը գյուղացիների միակ հույսն է։ Դժվար պայմանները դպրոցականների առաջադիմության վրա չեն ազդում։ Շրջանավարտների գրեթե կեսն ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում։ Դպրոցն ունի գրադարան եւ համակարգչային դասարան։ Տաքացվում է փայտի վառարաններով։ Մեծ միջոցառումներն էլ կազմակերպում են Բաքում։ Սրանից մի 2-3 տարի առաջ ունենք 3-4 երկկոմպլեկտ դասարաններ, ներկա պահին երկհամակարգ դասարանների թիվը պակասել է, իսկ առաջին դասարան տարական դասարան եկող աշակերտների թիվը գնալով ավելանում է։ Այս տարի վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ, որ մենք կարելի ասել ամբողջական դասարան ենք ընդունել դպրոց 15 աշակերտով, մինչև այդ 15-ից պակասային առաջի դասարանցիների թիվը կալացում։ Այս տարի արդեն 15 աշակերտ եւ մեր ունեցած տվյալներով, որ մենք արդեն գյուղապետարանի գյուղի սպասարկող բժշկու հետ
աշակերտների թիվի ճշտում ենք կատարում ամեն տարի 2-3 տարվա կտրվածքով, մեր մոտ արդեն աշակերտների թվի ավելացում կլինի։ Աշակերտների թվի աճը ոգևորում է, դպրոցում նոր ծրագրեր են իրականացվում, ողջաբերդի մասին ամբողջ տեղեկատվությունը հիմա հասանելի է նաև համացանցում։ Facebook-յան էջում դպրոցականները գրում են այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել գյուղում։ Դպրոցում էլ սպասում են փոփոխությունների, բայց ամեն դեպքում հարցն ավելի խորքային են դիտարկում։ Նելին ու Անին ողջաբերդի դպրոցի լավագույն աշակերտներից են։ Դպրոց գնում են ոտքով, ամենաապահով տարբերակն է։ Մելքոնյանների բազմազավակ ընտանիքում պատրաստվում են նորոգման աշխատանքների։ Ամեն տարի գարնան գալուն պես տանճաքերն ավելանում են։ Երևի մի 15-20 տարի երևի այտենց այս սողանքները ելներ է, էլի։ Հետո այս բալկոնը երկու անգամ ես սարքել եմ, էլի, ես դզել եմ նորից էլի այսքան իջերա։ Էլի այսքան սենց իջերա։ Հետո էլի այնտեղ հացատուներ, էլի շինություններ, էլի նորից քանդվավ։ Հացատնից հետո հերթը թոնրատաններ ու հարևան կառույցներին է։ Մեկը մյուսի հետևից քանդվեցին, բայց չեն կոտրում ընտանիքի հույսը։ Գարնան գալուն պես կուսումնասիրեն սողանքների հետևանքով առաջացած նոր ճաքերն ու կանցնեն գործի։ Ասել բալկոնը, որստե չենք կարող մեզ ծունը մաքրենք։ Մեզ մեկ քիչ շատ ենք երանեթում, արդեն սաղում ենք, եթում ենք ընգնում ենք, եսի պիտի քանդեմ արդեն։ Ես պիտի քանդեմ, սարքրտեմ, տենանք ոնց ենք ապրում, էլի։ Իսկ շենքը Շենքը կարգի վթարային է։ Շենքը այն կողմից է, կարե հետո նորից այս տերանքից թազա ներսից ավելի ճաքեր է, ավելի երևացող ճաքեր է։ Ընտանիքում միայն Կարենն ու կինն են աշխատում, անկողնային հիվանդ հորն էլ մայրն է խնամում։ Բարդությունները շատ են, բայց չեն տրտնջում։ Վերջին անգամ անցած տարի գարնանն են ամրացրել հյուրասենյակի պատերը, հիմա նորից ճաքեր են նկատում։ Այստեղ ես սարքել եմ, այս կողմը լրիվ պոկվեր էր։ Այսպես պոկվեր էր, այսքան սես բացվեր էր։ Նորից սարքել եմ, այս տարի եմ սարքել, նորից ճաքել էլի գցել եմ։ Այս փոքրիկ աղջուկը քեզ է նայում, լսիր։ Ոչ դու շատ մեծ ես, է։ Նելին ու Անին ճաքերին արդեն սովոր են, գյուղի կյանքն էլ իրենց սրտով է։ Նելին որոշել է ուսուցչուհի դառնալ, իսկ Անին գիտի, թե ինչ մասնագետի պակաս կա գյուղում։ Ես ուզում եմ դառնամ ատամնաբույժ, որովհետև ես շատ եմ սիրում ատամներ բուժել ու ես պետք է ուզում եմ դառնամ ատամնաբույժ։ Մելքոնյանների տան ամենաանվտանգ սենյակը խոհանոցն է։ Առաջին հարկում տան հարսը ճաշ է պատրաստում։ Լուսինեն հարևան Հացավան համայնքից է ողջաբերդ եկել։ Երբ որ նշանված էինք, ես հյուր եկա Կարենից տանը, ստեղ բալկոնը օրինակ այդ աստիճան չէր, ինքը նորմալ վիճակում էր, գրեթե նորմալ վիճակում, ներքևի մասը նոր էին վերակառուցել, որպեսզի հարսանիքի արարողությունը տեղի ունենար, բայց այս 10 տարվա մեջ տարին տարվա վրա ավելի շատ նստեց բալկոնը, ավելի շատ ճաքերը, սողանքները երևացին ու գրեթե միշտ եմ զգում, որ ասենք բակը մաքրում եմ, բալկոնները մաքրում եմ, ամեն ալվելու հետ զգում եմ, որ ճաքերը մեծացել են։ Ի տարբերություն պատերի Մելքոնյանների հաստատակամությունը ճաքեր չի տալիս, որոշել են ընտանիքով մնալ ողջաբերդում։ Տնամերձի անասունների խնայողության շնորհիվ կարողացել են տարին բոլորել առանց լուրջ խնդիրների։ Դե զգացողությունը առաջի հերթին վախն է։ Միշտ վախենում ենք, միշտ երեխեքը ամեն անգամ խաղալուց թեքվում են, ասենք վտանգավոր տեղ հիմնականում բալկոնն է, որ կախված է ամեն րոպե երեխեք եկեք էս կողմ։ Վախը միշտ կա, զգացողությունը առաջի հերթին հենց վախն է, որ մեզ չի լքում։ Կամ առավոտյան վեր ենք գնում, տեսնում ենք բալկոնից ինչ որ փշրանքներ ա, քարի կտոր ա պոկվել, ու ամեն րոպե վախով, սարսափով ապրում ես։ Մելքոնյանները Երևան տեղափոխվելու հնարավորություն ունեն։ Տարիներ առաջ փոխհատուցում են ստացել ու այդ գումարով մայրաքաղաքում բնակարան են գնել։ Որոշ ժամանակ երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է այնտեղ, բայց հետո հետ է եկել գյուղ։ Ով կուզեր ապրեր այս քանդված փլատակների մեջ։ Ով կուզեր։ Ոստե չկարեցանք ապրեինք ընդ, որտեղ գործ չկար, աշխատանք չկար։
չկարեցանք, ապրենք, թողենք, եկանք։ Ամեն մարդու ծննդավայրը իր համար հարազատ է։ Փոփոխություններ Ողջաբերդում վերջին տարիներին եղել են, հիմա էլ շարունակվում են։ 90-ականների վերջին պետությունը միջոցներ տրամադրեց համայնքի առավել վտանգավոր տներում բնակվող ողջաբերդցիներին նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ Փոխհատուցում ստացած բնակիչներից 37 տուն քանդվել է, 27-ը կիսաքանդ է, իսկ 16-ը դեռևս չի քանդվել, չնայած այնտեղ մարդիկ չեն բնակվում։ Հիմա ես չեմ կարող լիարժեք այսպես ասել, թե իրականում այդ բոլոր քաղաքացիները նոր տուն կառուցեցին, նոր բնակարան գնեցին, թե ինչպես, այդուհանդերձ այդ հարցը մենք համարում ենք լուծված, որտեղ որևէ խնդիր չկա այստեղ։ Այսինքն նրանք, ովքեր ստացել են, լքել են համայնքը։ Համայնքը չեն լքել, ինչ նկատառումով, որովհետև այդ տնտեսությունները բոլորը ունեն հողակտորներ, տնամերձ, հողամասեր եւ այգիներ։ Իսկ այգիները մարդիկ տարիների ընթացքում ստեղծած իրենց այգիները հեշտությամբ չեն կարող լքել։ Հիմնականում ովքեր որ դեռևս օգտվում են մշակում են այդ հողերը, տեղադրել են վագոն տնակներ իրենց տնամերձ հողատարածքներում, իհարկե բնակելի տնից հեռու, որ եթե Աստված մերաս, եթե որևէ խնդիր առաջանա, մարդիկ չտուժեն եւ զբաղվում են իրենց հիմնականում իհարկե ամառվա աշնան ընթացքում զբաղվում են իրենց հողատարածքների, իրենց այգիների մշակմամբ։ 2002 թվականից հետո այնտեղ կառավարության որոշում եղավ Ողջաբերդ համայնքի նորից 70 ընտանիքների ըստ գնահատության ցուցակի տրվեցին 70 ընտանիքների գումար, այդ 70 ընտանիքներից ընդամենը 59-ը համաձայնվեցին, այդ գումարները ստացան, այնտեղ արդեն սահմանափակում կար 5 միլիոնից ոչ ավել, եթե 5 միլիոնը գերազանցում էր, այդ գումարը չէր տրվում բնակիչներին։ Առաջի փուլով հատուցում ֆինանսական, իսկ հիմա այս երկրորդ փուլով աջակցում, որտեղ առաջի փուլով հիմնականում վերագնահատում էր վթարային շենքը եւ հատուցում էր արժեքը, իսկ երկրորդ փուլում արդեն հաշվի առան, որ պետք է ելնելով այդ վթարային շենքերում բնակվող բնակիչների թվից գումար հատկացվի, որպեսզի նրանք կարողանան մոտակա քաղաքում, տվյալ պարագայում Աբովյան քաղաքում կամ շրջակա յուղերից մեկում բնակելի տուն գնեն։ Այս պարագայում 70 տնտեսություններից 11-ը հրաժարվեցին գումարների ստացումից, վաճառաբանները, որ հատկացված գումարով, ասենք հնարավոր չէ համապատասխան բնակարան ձեռք բերել։ Ողջաբերդի 6-րդ փողոցի այսպես կոչված underground հատվածն է։ Ժամանակին շենքերի այս փլատակները ուղիղ համեմատական էին փողոցին, սակայն 20 տարի առաջ դրանք փլուզվեցին սողանքների պատճառով, իսկ բնակիչները ստիպված եղան նոր բնակարաններ ձեռք բերել Երևանում ու տարբեր համայնքներում, տեղափոխվեցին Ողջաբերդը թողնելով սողանքների հոսքին։ Հայկուշ տատի տունն էլ 6-րդ փողոցում է գտնվում։ Տարիների ընթացքում մի մասը քանդվել է, բայց որոշել են չհեռանալ ու մի մասն էլ ամրացրել են, կեսն էլ նորից կառուցել։ Ձեր անունը ո՞նց է։ Հայկուշ։ Ատական անունն էլ ասա։ Ասեք։ Ատական անուն Գալգալոս։ Գալգալոս։ Այո։ Ինչի Գալգալոս։ Այդպես են գրել, չգիտեմ, ծնողները ոնց են գրել։ Բարձր որակի ցորոքի համին է Գալգալոս։ Նստենք։ Հյուրերի համար Հայկուշ, իսկ հարազատների համար Գագալ տատը գյուղի հնաբնակներից է։ Հիշում է, գյուղում իր մանկության ու երիտասարդության ժամանակ որևէ մեկը չէր էլ խոսում սողանքների մասին։
Չգիտեին դա ինչ է, փոխարենը առաջին տեղում գյուղական ռոմանտիկան էր։ Մենք իրար հետ ենք աշխատել։ Ինքը հորիվ է, ես կթորվի է։ Այդպես իրար հետ ծալուցացել ենք։ Ու սիրահարվել եք։ Հա, սիրահարվել ենք։ Սիրեցինք իրար առանք։ Գագալ տատի ամուսինը 2 տարի առաջ է մահացել, բայց անցյալ ժամանակով չի կարողանում նրա մասին խոսել։ Հիշում է հայրենի ողջաբերդում միասին անցկացրած ամեն պահն ու երանի տալիս, որ 11 թոռներն ու 13 ծոռներն էլ նույնը ապրեն։ Ասում է, յար սիրելը շատ հեշտ բան է, չլինի խաբվես։ Յար թողնելն էլ շատ դժվար է, կյանքից կզրկվես։ Հիմի ես սիրիմ առամ, հիմի էլ կնացել կյանքից զրկվայել ինչ։ Սա սուտ բան է։ Սուրճի սեղանի շուրջ ողջաբերդի ամենառոմանտիկ տատը բացում է հաստափոր գիրքը, կարդում է ամեն օր ու ամենատարբեր ժանրի գրականություն։ Ո՞վ է ձեր ամենասիրելի գրողը։ Իմ ամենասիրելի գրող, որ գիրքեր կարդում եմ դուրս գալիս է սիրելի ալում, չգիտեմ։ Գիրքը վերջացնելուց հետո այն հայտնվում է ողջաբերդի գրադարանում։ Գյուղապետարանի հաշվապահության նախկին սենյակում համենքապետարանի երկրորդ կարգի մասնագետ ու համատեղելիությամբ նաև գրադարանավար Մարիամը հետևում է ողջաբերդի հոգևոր գանձարանին։ 6000-ից ավելի գիրք կա այստեղ։ Գրադարանը բավականին երկար տարիներ կա։ Այս պահին գրադարանը նորմալ վիճակում է գտնվում։ Հիմնականում կարողանում է բավարարել գյուղացիների ընթերցանության պահանջները, ունենք հաճախորդներ, շատ հիմնականում դպրոցականները, ինչու՞ չէ նաև բուհերում սովորող ուսանողներ, նաև միջին տարիքի մարդիկ, ովքեր առօրյայում կարդում են, եւս նրանք մեր հաճախորդներն են։ Գեղարվեստական գրականությունը ամենաշատ պահանջված մասն է գրադարանի, սիրավեպեր, պատմավեպեր։ Գեղարվեստական գրականության մեջ հաճախ հանդիպող հրաշքին սպասում են նաև ողջաբերդում։ Այստեղ գիտեն հստակ մի բան, չեն ուզում լքել գյուղը։ Այս տարածքները ամբողջ սողանքի բանը տարածքները, տեսեք, այս հիմա ձունը մեր մոտ մի քանի օր առաջ արտակարգ իրավիճակներից եկան, այստեղ ճապոնացիները բաներ եկան, նկարում արին այս սողանքների այս հատվածը, այս տարածքը արդեն աչքով ճիշտ է ձուն է, բայց այդ կտրվածքը տեսնում եք, այդ մեծ կտրվածքը, դա սողանքից առաջացած փոսեր է։ Ճանապարհների ասֆալտապատմանը գյուղում լուրջ չեն վերաբերվում արդեն։ Միևնույն է, որոշ ժամանակ անց նորից ճաքում են։ Հիմա պատրաստվում են ավելի կարևոր ծրագրի։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ծրագիր ունի հակասողանքային հայեցակարգի այդ հայեցակարգի ծրագրով նախատեսվում է 2 համայնքներում Գետահովիտ եւ Արաբի տեղադրվել են տվիչներ, որոնցով չափվում են սողանքի շարժերը բլոկների դա հիմա որպես պիլոտային ծրագիր ողջաբերդն են դրվել, որտեղ սարքեր կտեղադրվեն այդ 2 բլոկների վրա, ավելի ակտիվ բլոկների վրա, որոնցով մշտական դիտարկման կենթարկվեն տեղաշարժերը այդ սողանքային զանգվածների։ Վերջին հետազոտությունը սեյսմո իրականացվել է 2002 թվականին։ Դրանից հետո դեռևս չի իրականացվել, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ process-ը այդպես շարունակում է, սահի process-ը տարածքում, բնականաբար շատ հնարավոր է, որ նախքին երկրորդ կարգի վթարանություն ունեցող շենքերը արդեն ավելի բարձր կարգի լինեն։ Մենք դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը 2009 թվականին, որպեսզի լրացուցիչ հետազոտություն կատարվի մասնագիտական սեյսմո հետազոտություն եւ ճշտվի մնացած շենքշինությունների վթարանության աստիճանը, ինչքան է փոխվել եւ արդյոք եթե այն շենքերը, այն շինությունները, որտեղ մարդիկ այսօր բնակվում են, ենթակա է բնակության թե ոչ։ Լինելով մայրաքաղաքին այսքան մոտ ողջաբերդն իր հոսող խնդրի պատճառով
չի կարողանում նաև ժամանցի որևէ տարբերակ առաջարկել իր բնակիչներին։ Գյուղում չկան սպորտային խմբակներ կամ դահլիճներ։ Տնակային մշակույթի տուն ունենալը մի տեսակ դժվար է պատկերացնել, իսկ ուրիշ տարբերակ դեռ չկա։ Ողջաբերդը ամեն ինչով է հայտնի, ասեմ իմիջայլով, առավել եւս շրջուխով։ Հաղթահարելով խնդիրները համայնքի բնակիչների մի մասը որոշել է մանր բիզնեսով զբաղվել։ Իրենց տնամերձից ստացած բարիքն առաջարկում են զբոսաշրջիկներին։ Տիկին Վարսենիկն օրինակ կիսվում է սուջուխի իր բաղադրատոմսով։ Շփոթը պատրաստում ենք ալյուրով, շաքարավազով եւ դոշաբով։ Իջում ենք բոլորը իրար հետ։ Երբ որ պատրաստ է լինում, արդեն մեջը լցնում ենք դարչին, մեխակ, վանիլին, իսկ երբ որ պատրաստ է լինում, արդեն սկսում ենք շարած անկյունները թաթախել շփոթի մեջ։ Բնության չար կատակներն ու փորձությունները միևնույն է ողջաբերդցիներին չեն ընկճում։ Հայրենի տունն ու սերը սեփական գործի հանդեպ ավելի ուժեղ են։ Սողանքներն ամենակարևորը չեն կարող ստիպել հիասթափվել տեղացիներին։ Անձնական երազանքս կապված է, ասենք, ամեն ինչի հետ։ Առաջի հերթին չլինեմ պատերազմ, երեխաներից տենամ առողջ, դա իմ ամենամեծ երազանքն է։ Ի տարբերություն սողանքների ողջաբերդցիների հավատն ու հույսը ճեղքեր չեն տալիս։ Նրանք վստահ են, որ միասնական ուժի, հավատի ու նվիրումի շնորհիվ կկարողանան գտնել լուծումներ։ Դա հատկանիշ է, որ յուրաքանչյուր հայ ունի հայրենիքում ու դրա սահմաններից դուրս։